Գործը իհարկե հերթական այս իշխանությունների կողմից հարվածան հասկանալի գործ է եւ այն ինֆորմացիան, որը տարածվել է վիճակական կոմիտեի կողմից այնքան հեղեղուկ է եւ այնքան հեճելի, որ այս պարագայում գործ անվանել դա պարզապես կարելի։ Ակնհայտ է, որ այս փուլում այս իշխանությունները պետք է գնային ռեպրեսիվ հերթական քայլերին եւ փաստորեն հերթական քրեական գործուղարային եւ որին ակնկալում եմ ես արդյոք դատարանից օրենքին եւ իրավունքին համապատասխան որոշում ոչ թեև շատ կուզենայի որ գոնե այս անգամ դատարանը հաճելիորեն մեզ զարմացներ եւ փորձեր գոնե ապացուցել որ դատական համակարգը անկախ է գործադիրից բայց ով է դատավորը Այո, սովորաբար եթե օրինակ գործը քններ Մասիս Մելքոնյանը, մենք բոլորս հենց ի սկզբանե արդեն ունենայինք չէ, Մասիսը չէ Մելքոնյան, գործը քննում է դատավորը Աբելյան, եթե չեմ սխալվում, եկեք մեկ վայրկյան ճիշտ ասեմ անունը, որպեսզի Գարիկ Աբելյանն է առաջընթաց կա հետևաբար ուզում ասեմ այս պարագայում այնպես չէ որ մենք հենց միանշանակ կարող ենք ասել որ դուրս են գալու խալանքի որոշումով բայց գիտեք մեր դատական համակարգը եւ հատկապես վերջին տարիներին այնքան է դարձել կախյալ որ շատ դժվար է լինում ակնկալել որ կկայացվեն արդարացի որոշումներ հետևաբար դա եմ ասում ես ուզում եմ որ հավատալ որ այս անգամ դատարանը մեզ հաճելիորեն Տիկին Վարդանյան դուք որպես պատգամավոր այս մեղադրանքի հետ կապված կարող եք ասել մարդուն մեղադրում են իր գործունեության ընթացքում ինչ որ ապօրինի տեղեկություններ հավաքագրել պետական գաղտնիք օրինակ փակնիստից եւ տալ դաշնակից բարեկամ պետությանը ու դա համարվում է պետական դավաճանի։ Նախ եկեք սկսենք որ նրանից որ գործունեության ընթացքում դա տեղի չի ունեցել, այսինքն այն հաղորդակցությունը որ քննչական կոմիտեն սկզբում տարածեց, փորձում է ստեղծել տպավորություն, որ Անդրանիկ Թևանյան падգամավոր է, հավաքել է ինֆորմացիա եւ ներկայացրել է, փոխանցել է ինչ որ այլանձած։ Հետո երբ պարզաբանում եղավ որ 2024 թվականի ապրիլի 9-ին Անդրանիկ Թևանյանը падգամավոր չի եղել, հետևաբար չէր կարող ներկա լինել փակնիստին, մենք էլ հանկարծ հիշեցին, որ այնտեղ ապօրինի ձևակերպում ունեն եւ դրանով են հիմնավորում, որ ապօրինի ինֆորմացիա է ձեռքբերել։ Եթե չեմ սխալվում, Անդրանիկ Թևանյանը նույնիսկ գաղտնիության այդ փաստաթղթի տակ չէր ստորագրել, հետևաբար падգամավոր լինելու պարագայում է նաեւ նիստին ներկա չէր գտնվելու, չէր կարող է դեպքում դեզանից է ստացվել, այլ գործընկերներից հետ ենթադրյալ ինֆորմացիաները կարող է ձեռքներին Պարոն Մակարյան, դուք այս դատախազությանը հուշում եք, որպեսզի հաջորդը գնան մնացած բոլոր падգամավորների տները, ովքեր այդտեղ ներկա են եղել, խորհուրդ կտամ սկսել նաև ԿՊ падգամավորներից, որովհետև սովորաբար ինֆորմացիա հավաքել եւ ըստ օգնում կախված լուրերու ինֆորմացիա փոխանցելու սովորույթը հենց նրանց է պատկանում, բայց խոսելով հենց այդ նույն լսումների մասին, ես բազմապես խորհուրդ կտամ հարգելի լրագրողներին հետ գնալ եւ ուսումնասիրել 2024 թվականի ապրիլի 9-ին եւ դրան հաջորդող հայտարարությունները եւ լրատվամիջոցներում եղած հրապարակումները եւ այլն։ Լսումներին անմիջապես հաջորդեցին հայտարարություններ եւ բազմաթիվ պատգամավորներ հենց այդ հայտարարությունների ժամին ասացին, որ այս լսումները փակ անցկացնելու իմաստը մենք այդպես էլ չհասկացանք, որովհետեւ լսումների ընթացքում որևէ փակ կամ գաղտնի ինֆորմացիա չփոխանցվեց։ Խոսքը վերաբերում էր սահմանազատման եւ սահմանագծման հարցի վերաբերյալ լսումներին 2024 թվականի ապրիլի 9-ին զեկուցողներն էին այն ժամանակ Մհեր Գրիգորյանը եւ Արադ Միրզոյանը, բայց ես խնդրում եմ մի զլացեք եւ հետ գնացեք ու նայեք այդ օրվա հայտարարությունները եւ դրան հաջորդող հրապարակումները, որովհետեւ լսումները, որ նախաձեռնվել էին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ, ընդդիմադիր ուժերին այդպես էլ որևէ հստակեցում, որևէ բաժանման չտվեցին եւ մենք բոլորս այդքան նաեւ ես իմ հարցազրույցների ժամանակ շեշտել եմ, որ այս լսումների ընթացքում այդ լսումները հերթական անգամ այդ պետական պաշտոնյաների հրապարակային արված հայտարարությունները արժանյոնից հայտարարություններ անելու հնարավորություններ տալիս։ Բայց այդ լսումները մի կողմ որ ինքը չի մասնակցել, համարենք ինչ որ տեղից դեռ կարող ենք որևէ ԿՊ պատգամավոր Անդրանիկ Թևանյանին խաբարացրել, թե ինչ է քննարկել։
Ես ասեմ, որ ձեր չեմ ասում, որ հատած ձեր բան։ Հիմա այդ Անդրանիկ Թևանյանը ո՞նց է փոխանցել օրինակ այլ երկիր, օրինակ Ռուսաստանի եւ որ գործընկերոջն է փոխանցել, որ այդ դավաճանության փաստը միացած։ Ես կարծում եմ, այդ բոլոր հարցերին հենց պետք է պատասխանի վարչական կոմիտեն իր կառույցի ընթացքում, որովհետեւ այդ բոլոր հարցերը ծագում են նաեւ մեզ մոտ։ Տելեգրամով աղարկյա Եվ ինձ օրինակ շատ հետաքրքիր է, թե այդ ինչ ապացույցներ են այս անգամ այսպես հորինելու, կտրելու, կպցնելու, որովհետեւ մեր վարույթները իրականացում են բացառապես կեղծված ապացույցների հիման վրա եւ ես ինքս էլ սպասում եմ տեսնեմ այս անգամ որքան է նրանց ֆանտազիան բավարարելու, որպեսզի ուրեմն կազմեն այնպիսի ապացույցներ, որով փորձեն հիմնավորել այս չգիտեմ ոչ խելամի բառերը լինի չեմ իրական Ուսում Ալբանյան, իր հարցերի ապացույցների հետ կապված, որ ասում եք, որ ասենք ֆորմի Coca-Cola-ին տալիս բան, որոնց ապացույցական բաժանը հրապարակում է, այս դեպքում եթե ունի ձայնագրություն, տեսանել, եթե կա, ինչի չեն հրապարակում։ Ենթադրում եմ դեռ այս պահին իրենք այդպիսի ապացույց չեն կազմել, ինչու եմ ասում, կազմել, որովհետև սովորաբար ինչ են անում, վերցնում են որևէ հաստատում կամ որևէ ձայնագրություն, կտրում, կպցնում են իրար, ինչպես բազմաթիվ գործերով դրան ականատես են եղել եւ հետո հրապարակում են։ Ենթադրում եմ այս անգամ այնքան հրատապ են գործել, որ առայժմ այդպիսի ապացույցներ չեն եղել։ Ամեն ինչ է բանի դեպքում, զանգակի դեպքում ապացույցները բռնած իհայտ են, բայց մենք ամեն օր հարությանը դեռ ամեն օր ըստ էության լրատվամիջոցներում քննչական կոմիտեի կողմից տարածելուց հետո արդեն տեսնում ենք տարբեր տեսակի ձայնագրություններ եւ այլն, խիստ կասկածելի ձայնագրություններ։ Հետևաբար այս պարագայում ես կարծում եմ, որ դեռ ամեն ինչ արժևում է, դեռ իրենք պետք է փորձեն ուրեմն այնպիսի ապացույցներ իրենց համար ձեռնտու ապացույցներ կտրեն, կպցնեն, որ կարողանան այս աբսուրդը հիմնավորել։ Տիկին Վարդանյան, մի բան է, Անդրանիկ Թևանյանը համարում է ռուսական գործիք։ Ես կարծում եմ դրա պատասխանը պետք է տան իր գործողությունների հետևող քաղաքացիները, որովհետև ես չեմ բաժանում որևէ մեկին պրոռուսական կամ պրոարևմտյան, ես դիտարկում եմ Անդրանիկ Թևանյանին պրոհայաստանյան գործիք։ Ինքը Ռուսաստանից երբևէ որևէ գումար ստացել, ինքը բանի դիմաց։ Ճիշտ հասցեատիրոջ չէ։ Դες որ մի թիմից եք, հետաքրքիր օրինակ $622,000, որ նշում եմ նախ կա թե չէ, թե օրինակ օրինակի է, եւ եթե իսկապես կա ողջ ես այդ հարցին կարողանամ պատասխանել բացառապես ընդդեմ, եթե դրա վերաբերյալ հստակ ապացույցներ կներկայացվեն։ Հետևաբար ես ոչ միայն կասկածում եմ այս ամբողջ աբսուրդի, այլ նաև կասկածում եմ, որ մենք կարողանալու ենք ապացույցներ ներկայացնել նաև Այսինքն, բայց դուք 622,000 հետ կապված է դոլարի հետ կապված դուք ինչ կարող եք ասել։ Ես ձեզ հիմա ամեն ինչի մասին իմացել եմ քննչական կոմիտեի հայտարարությունից։ Եվ ես այդ քննչական ես իրավունք ունեմ կասկածի տակ դնելու, որտեղ գոնե վերջին Տեսեք, մի ժամանակ հիշում եմ շրջանակները Անդրանիկ Թևանյանը մեղադրում են Սորոսից գումար ստանալու մեջ, քննադատի չէ փորձել է, հիմա էլ ասում են Ռուսաստանից է ստացել։ Պարոն Մակարյան, ես էլի կրկնում եմ, ես Անդրանիկ Թևանյանին դիտարկում եմ որպես պրոհայաստանյան։ Եթե համարում են շտյուրապես հետևաբար ես ակնկալում եմ, որ այս աբսուրդը պետք է կարողանա հիմնավորել ապացույցներով, ես խիստ կասկածում եմ։